այդ նպատակի, որպեսզի մենք պաշտպանենք մեր քաղաքացիներին։ Հասմիկ Անդոնյան տրիբյունայում, բանթադրան իշտս արդեն գիտենք, երեք նորեններ ազատվեցին վարչական ռեսուրս առաջարաշարժի համար, Փաշինյանն ասում է, որ ես ալում եմ վարչական ռեսուրսը, այս անգամ ձեր հրապարակած ձայնագրության կոնտեքստում ովքեր են ազատվելու աշխատանքից եւ ևս մեկ հարց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ երկիրը դուրս են բերել թավարտից, դուք եք այս երկիրը ժողովրդավար են դարձրել, դուք համաձայն եք իդեպ։ Նախ տնօրենների ազատման հարցով, տեսեք, իրականում ինչ է տեղի ունենում։ Նրանք մեղքը գցելով տնօրենների վրա ամիայն փորձում են այդպես ազատվել իրենք։ Այս սխեմայի առանձնահատկությունը որն է, որ սա վերևից ներքև է, պետական բարձր մակարդակով համակարգվում է։ Սա է գլխավոր հարցը եւ նաեւ մեր իմիջիալոց տնօրեններն ուսուցիչներն պետք է իմանան, որ ցանկացած դեպքում, երբ հանկարծ քաղաքականապես որևէ քայլ ձեռք չտվեց իշխանության, նրանք միանգամից նրանցից են ազատվելու։ Իսկ ինչ վերաբերում է տնօրենների եւ տնօրեններին հենց այսպես ազատման, այստեղ նախ նրանք ակնհայտորեն չարաշահում են լիազորությունները, որովհետև ես արդեն ասացի, որևէ իրավունք չկա տնօրենի չի կարող վարչապետը նման ուղղակի հանձնարարական տալ։ Այդ ծառայական քննություն իրականացնողները հենց այդ սխեմայի անդամներ են, որոնք իրականացնում են հարկադրանքի համար ռեսուրսներ են հավաքագրում, միջոցներ են ձեռնարկում, ստիպում են մարդկանց եւ այլն։ Եվ իհարկե մյուսը դա արվում է, որպեսզի այս վերնախավը դուրս գա մեջից եւ հարցը չառաջանա, բան նրանց մեղավորությունը։ Այստեղ է գլխավոր խնդիրը։ Հիմա ժողովրդավարությունը։ Այսօր այն ինչ կա, ժողովրդավարության մեծ ճակերտներում ժողովրդավարության անվան ներքո այն է ինչ մենք այսքան տարի ունեցել ենք էլ ավելի այլասերված ձևերով մասսայական դարձած մեր քաղաքացիներին ահաբեկելու, սպառնալու նաև ձևերով է իրականացվում։ Սա ընդհանրապես կապ չունի ժողովրդավարության հետ, երբ երկրում կա անձնիշխանություն ու ամեն ինչ ծառայում է մեկ կուսակցության շահերի։ Այդ ժողովրդավարությունը նրանք որպես շղարշ են պահում։ Շղարշ են պահում, եւ որտեւ իրականում ինչն է շղարշ է նաեւ այդ խաղաղությունը, պաճիկներն ու սրտիկները իբր, իսկ իրականում տակը մի սխեմա է, որով ամեն օր ահաբեկում են մարդկանց։